Ռոսսելխոզնադզորը արգելել է Հայաստանից կաթնամթերքի իրացումը Ռուսաստանում, Կակայա բոլ սարերը սև են կապում, քասպես էլ բան եղնի, ոնց կարող էր մեր ուրեմն կաթնամթերքը ձեռնտու չլինել Ռուսաստանին, բոլոր հնարավոր մեկնաբանությունները, եթե իմի բերենք, ստացվում է այսպես, Վալոդիկը կատաղել է, ամենավատը կատաղած ոչխարն է, նա կծոտում է ամենքին, ահա այս Վալոդիկը հիստերիկ է ընկել, փորձում է Հայաստանին տնտեսական վնասներ հասցնել, այն հաշվով, որ ժողովուրդը կկատաղի, կփոփոխվի, կելնի այս իշխանության գլուխը կճարդի, վերջապես պրոկրեմլական մարտիկ ուժեր, ազնվազարմ հայեր կգան իշխանության եւ Ռուսաստանը կասի ձեր կաթի մեջ այլևս վնասակար բաներ չկան, ձեր ծգները այլևս ոսկե ծգնիկներ են, ձեր ջերմուկը մեռոնի ջուր է ղրգեք ստեղ, ծիրանը ինչ եղավ այ մարդ, լավներ են ժամանակ, մի քանի ամիս փչացած էր ձեր ծիրանը, հիմա արդեն ծիրանը լավն է, ինչի՞ չեք խրգել, սա տեղի չի ունենալու, ժողովուրդ ջան, հույսերդ կտրեք։ Կաթնամթերքը համարել է ոչ անվտանգ, հայտնել է, որ այդ կերպ կանխում է վտանգավոր վարակների ներթափանցումը։ Հուլիսի 14-21-ին մեկ շաբաթ շարունակ +1 օր ստուգումներ է անցկացրել Հայաստանում գործող կաթնամթերք արտադրող այն ձեռնարկություններում, որոնք ռուսական շուկա մուտք գործելու թույլտվություն են ստացել։ Ռուսական կողմի պնդմամբ արձանագրվել են նաև նախկինում 23-24 թվականներին հայտնաբերված խախտումներ, 4 կազմակերպություններ, իբր թե ստուգումների են ենթարկվել, արգելանքի տակ են, հայկական կողմից այդ կազմակերպություններից մեկը Factor TV-ին հարցազրույց է տվել եւ ասում է մենք սպասում էինք, որ պետք է կային ստուգումների, դրանից հետո ամեն ինչ պարզ կլիներ, այսինքն արհեստականորեն ամեն ինչ հետաձգվել է, մինչեւ ստուգողները կգային, էլ ինչ կա սրա հետ կապված, Փաշինյանի քաղցր խարոշի պալիցեյսկի է կոչվում է ստրատեգիան, մոտեցումը, թե հունիսի 29-ը վարչապետ Փաշինյան անդրադառնալով օգոստոսին սպասվող ԵՏՄ միջկառավարական համաժողովի նիստի շրջանակներում ՌԴ վարչապետի հետ հանդիպմանը պատասխանել էր, թե պատժամիջոց բառը ճիշտ չէ, պատժամիջոց չկա եւ չի կարող լինել, այլ թեմա կա, բնականաբար կքննարկենք, Պապոյանն էլ ասել է, թե հունիսի 8-ից հետո ամեն ինչ կկարգավորվի, բայց ոնց որ թե չի կարգավորվում, պարոն Պապիկյան, Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների մեծածավալ ալիք, ջերմուկ, ծգներ, ծաղիկներ, մրգեր եւ արդեն կաթնամթերք, ուրիշ ինչ կա ստեղից գնացող էլի, ցուցակը կարող ենք աչքի առաջ քաշել եւ նայել եւ սպասել, ինչպես Վալդբերիզի պահեստների ցուցակն էինք մեյդան քաշել եւ սպասում, թե երբ են տրակցնելու Դե ողջամիտ բան է, էլի, այդ սպասելը, որ ասում եմ, մարդկան նեղվում է ժողովուրդ, թուրքմենական հեքիաթը շատ եմ պատմել, նորից պատմեմ, էլի, այն որ մեկը անցնում է, տեսնում է ծառի վրա մեկը նստած, իր նստած ճյուղն է կտրում, այն տեղից, որը կտրելուց հետո ինքը ճյուղի հետ ընկնելու է ցած, ասում է, այ ախմախ կգնես ցած, ասում է, գործիդ գնա, կտրում է, ընկնում է ցած, վազում է այս մարդու հետևից, ասում է, լսի դու իմաստուն մարդ ես, Փաստորեն դու կարողացար կռահել, որ եթե ես այդ ճյուղը կտրեմ, կընկնեմ ցած, ասում է, դա այնքան հասարակ բան էր, այդ բացատրելու կարիք կար, ասում է, թե որ այդքան խելացի ես, ասա մեռնելու սորը երբ է, հետևից ընկած այնքան է գնում, այս մարդը զզվում է, ասում է, մի ժամ հետո մեռնելու ես, այս հարիվը փոսը փորում մտնում է մեջը, սպասում է, որ պիտի մեռնի, մեկը կողքից անցնում է, ասում է, ես ինչ ես պարգել փոսի մեջ, ասում է, հեչ, մի մեռնելու եմ, գործիդ գնա, կամ սպասի տես մեռնեմ, հողը վրես կլսնես։ Հիմի նույնը այս Վալդբերիզների պատմությունն է, էլի, որ ասում ենք հաջորդն է պայթեցնելու։ Լիքը մարդ, շատ փոքրիկ ուղեղով, էլի, կամ եսիմ դասախոս ունեինք Մկրտչյանը երկրաբանականում, ով խելոք չէր մնում, ասում էր այդ տղա խելոք մնա, գլխի դեմ նայում պատը երևում է։ Այդպիսի ուղեղով կամ առանց ուղեղ մեղայասու մարդիկ ասում են բան է, հերիք կռակ Ինչի եք մեր վադը կամենում, ասում ենք ճյուղը կկտրեք, կգնեք վար, ճյուղից իջեք էլի, գնացեք ուրիշ տեղ նստեք, ծառի տակ էլ մի նստեք, վերեք, չէ, դուք մեր վադն եք կամենում, ժողովուրդ ջան, Ուկրաինան տրակցնելու է բոլոր եվրոպական տարածքի Վալդբերիզների պահեստները, հետո անցնելու է ուրիշ պահեստների անունները չտամ, սեփական ուղեղ ունեք, կարող եք կռահել։ Այնպես որ նույնը վերաբերվում է այս սննդամթերքի տեսակներին, Վալոդիկը կատաղած է։ Եվ Վալոդիկը շարունակելու է իր խելքով այս պատիժները կիրառել, ինչքան էլ պարոն Փաշինյանն ասի, որ սա սահմանափակում է եւ ոչ թե պատժամիջոց,
Հա, սա պատժամիջոց է։ Այնպես չէ որ պարոն Փաշինյանը չի հասկանում։ Իր քաղաքական դիրքից ըստ երևույթին ճիշտ է խաղալ բարի ոստիկանի դիրքը եւ կոշտ ոստիկանի դիրքը խաղան ուրիշ ուրեմն մարտիկ քաղաքական պայմանակ, քաղաքացիական պայմանագրից։ Ահա, սա պատժամիջոց է։ Սա Հայաստանին ծնգի բերելու Վալոդիկի փոքր ուղեղի կամ իրեն թելադրողների հանջարեղ ճակերտավոր հայտնագործությունն է, թե ահա այս մեթոդով կարող է Հայաստանի ժողովուրդը ասի այ մարտիս ինչ վատ բան արեցինք, որ մենք փորձում ենք, չգիտեմ, ինքնուրույն լինել, անկախություն, ինքնիշխանություն բառերը ստեղ չօգտագործեմ, էլի, օգուտ չի ունենալու Վալոդիկի այս հիստերիան Հայաստանում իշխանություն փոխելու համար, էլի։ Հա, Դավիթ Ղազինյանը այսօր ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավոր ազատ արձակվեց խափանման միջոց, որևէ խափանման միջոց դատարանը որոշել է չկիրառել, հա, դատախազությունն ասել է, որ վերաքննիչ դատարան են փողոքարկելու Դավիթ Ղազինյանի խափանման միջոցի հետ կապված այս որոշման դեմ, հա, ինչ էին ասում, հակակոռուպցիոն կոմիտեն փաստական տվյալներ էր ստացել ըստ իրեն այն մասին, որ Դավիթ Ղազինյանը համակիրների հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք է տվել կամ կազմակերպել է կաշառք տալու գործընթաց։ Այդ ձայնագրությունները ըստ երևույթին հիշում եք, մեր հաղորդումների ժամանակ անդրադարձել ենք սրան, եւ այսօր մի ցնծություն էր տիրում այդ հատվածում, դատարան, թե արդարությունը հաղթանակեց, ժողովուրդ ջան, սա դեռ ուրեմն բանի խափանման միջոցի տատնե բուն դատաքննությունը չէ, դատարանը գտել է, համարել է, որոշել է, որ ուրեմն բանը որևէ խափանման միջոց չպետք է կիրառի, էլի, այսինքն Դավիթ Ղազինյանի ազատության մեջ մնալը այս քննության փուլում մինչև գործը հասնի դատաքննության փուլի Դավիթ Ղազինյանը չի կարող ազդել քննության վրա, չի կարող խուսափել պատասխանատվությունից, փախնել երկրից, ինքնավնասում իրականացնել, то չգիտեմ, կամ նոր հանցագործություններ կատարել, սա դատարանն է որոշել, դատախազությունը կդիմի վերաքննիչ եւ ինչ կորոշի չգիտենք, տեսնենք ինչ կարող է լինել, հա։ Մի հետաքրքիր գործ կար հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության հայցը եւ վճռել երկու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների տնօրեն ՎԱ-ից, չգիտենք ով է, հա, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1.15 միլիարդ դրամ որպես պետությանը պատճառված վնաս, սա մեծ գումար է, դրա համար ես սրան ուշադրություն դարձրեցի եւ այսպեսի էլի մի վագոն գործ կա թվաբանության մեջ շատ չխորանանք։ Մի անթուր միջադեպ էր տեղի ունեցել Արամ Ավետիսյան անունով բլոգերի, լրագրող չէ, էլի ըստ երևույթին, բլոգերի եւ շուկայում աշխատող ուրեմն Քալաշյան, հա, Արմեն Քալաշյան, կարող է անազգանունը սխալվում եմ, բայց ներողություն, հա, ծմերուկ ծախող երիտասարդի միջև վեճ է եղել Արմավիրի ճամփի շուկայում, բաց շուկայի մասին է խոսքը։ Այս հեղինակը Արամ Ավետիսյան, հա, վիդեոները, բաները TikTok-ով, բանով տեսած կլինեք իր ալիքով, YouTube-ում էլ կարծեմ կա, հա, վաճառողին ցերպակալել, հետո ազատ արձակել, այդ շուկայում մտնել, բանը, այսպես հարց ու փորձ, որ ագրեսիվ պահված, կեսկոմենկոմ եւ առևտուր անողներից մեկը նկատելով այդ լրատվամիջոցին կամ չգիտեմ լրագրողին, նկարահանողին բացականչում է, թե արդյոք դա դավաճանների լրատվամիջոցն է ու այնտեղ թեժանում են կրքերը, մոտենում է, ում հետ էս դավաճան, էս կոմենկոմ, հա, մեկը դավաճան ասելիս մեկին էին նկատի ունենում, այս մեկը Քոչարյան Ռոբերտին էին նկատի ունենում եւ այլ հողատու, բան, այս վեճերը, այս խալմաղալները ներվային, դու տատվելու ես խուլիգանության համար, դու տատվելու ես, դու նստելու ես, արա բաման, այս ագրեսիվ խոսույթը ես նկատել եմ, որ հատուկ է Արամ Ավետիսյանը եւ չեմ կարծում թե ծմերուկ ծախող գյուղացի տղան եկել էր այդտեղ ծմերուկ ծախելու որպեսզի անպայման վեճի բռնվեր այդտեղ սեռական բնույթի հայոյանքներ բաներ նույնպես հնչել են դրությունը շիկացած է եղել եւ առայժմ կարծես թե ամեն ինչ հանդարտ է ազատ է արձակվել շուկայի աշխատողը որն է ապրանք վաճառող մարդը ընդհանրապես ներվերդ խնայեք ժողովուրդ ջան Սալավյովը ասում է Ուկրաինայի տարածքների ժողովրդին ուղարկեք ուռալ իբր անվտանգության նկատառումներով դրդված քայլ, բայց ուղղակի ակցորում են որպեսզի դատարկվի Ուկրաինայի տարածքը։ Իրենց գրաված, իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների մասին է, դե եթե կուզեք շատ խորանանք, այդտեղ այդ իրենց գրաված տարածքներում թամամ տղամարդ չի մնացել ժողովուրդ։
բռնել ենք Դոնբաս, Լուգանսկ բան եւ այլն, հա, ում հաջողեցրել ղրգել են պատերազմ մսացու որպես ով էլ կարողացել արդեն թողել հեռացել է, փախել է, որտեղ ոչ ոք չի ուզում էլ այդ դժոխքի մեջ ապրել եւ այլն եւ այլն։ Արամը չափած, ծեված էր, պահում իրեն։ Հարգելի Ամստերդամ, երևի ուշադիր չեք եղել, նորից բացեք նայեք էլ այդտեղ, հա։ Չափած ծեված պահող մարդիկ այդ տոնով չեն խոսում ուրիշ մարդկանց հետ, հա։ Ձեր գնահատականն է, եթե չափած ծեված է, նույն ձևով կարող եք ասել, որ չափած ծեված են պահում նաև մյուս կողմը, էլի եթե դրանք չափած ծեված են, ես էլ անցնեմ այդ տոնայնությամբ զրույցների, հաստատ ձեր դուրը չի կա, ասեք դա էլ ինչ խոսելու ձև է, որ դուք խոսում եք։ Հա, թե ինչ որ ոմանք արտոնություն ունեն, էլի այդպես խոսելու։ Ես իմ, հա, Սուրբ Աստծո, ինչ է գրած Ռուսաստանում գտնվող մեր հայերին ազգային փոքրամասնությունների հետ եք, հա, երևի, հա, կողմնակալ եք, Արամը ճիշտ էր, Արամը ճիշտ սխալ բառերը ես այդտեղ չեմ էլ օգտագործել, ես ասում եմ, որ այդ մարդը աչքի է ընկնում ընդհանրապես իր ագրեսիվ խոսույթով, հիմա չեմ ուզում ես վիդեոն տնել, նայել, հա, եւ ներկայացնել ցես, բարի եղեք բացել նայել, թե ինչպիսի բարեհամբույր քաղաքավարի ճակերտավոր տոնայնությամբ է խոսում Արամ Ավետիսյանը։ Եթե չեք նկատում, փորձեք պատկերացնել, որ ես այդ տոնով խոսեմ։ Երբ որ ցես հետ կատարվեր այդ դեպքը, դուք ինչ ձև կարձագանքեիք։ Չգիտեմ, ժողովուրդ ջան, ամեն մեկի հետ իր դեպքում ինչ որ ձևով են արձագանքում։ Կարող է եւ արձագանքեի այդպես։ Ես ոչ չեմ ասում, թե բան է, բոլոր մարդիկ պիտի ներվեր չունենան, ներվերը անջատած լինեն, կարող է եւ այլ կերպ արձագանքել։ Ես իմ գնահատականն եմ տալիս, որ այդ վեճը զրույցը եղել է ագրեսիվ, որը վերածվել է լեզվակռվի, հայոյանքների եւ այլն։ Հա։ Եթե ինչ-որ մեկը գնահատել է այդ հերոստատեսությանը, որպես ինչ է ասում, մի վարքյան այդ բառը գտնեմ, Դավաճանների ալիքը, հա, մի րոպե։ Դավաճանների լրատվականն է, հա։ Հա։ Ում հետ ես հնարավոր չէ նորմալ խոսել։ Ումի նկատի ունես դավաճանների ալիք։ Անպայման պիտի դա լինի, մի կտամ աչքդ կհանեմ, ես քու լավը, ես էլ քու լավը, բաման, այս մագարտակով պիտի լինի, հա։ Ես կարծում եմ, որ չէ, ուրիշ ձևեր կան խոսելու։ Էս է ասածս։ Ագրեսիվ խոսույթով ում հանդեպ ագրեսիվ չէր, հա, կարծում եք այդ զրույցը։ Նորմալ էր, հա, փափուկ քաղցր զրույց էր տեղի ունենում։ Մնացեք ձեր կարծիքին, ժողովուրդ ջան, ինչ ասեմ։ Դեմոկրատիայի կողմնակից լինել չի նշանակում դառնալ փալաս, ով հասնի ինչ ուզի, ասի իհարկե չի նշանակում։ Ամեն մարդ իր խոսքերի համար պիտի պատասխան տա։ Ուրիշ ձևեր կա, ժողովուրդ, ագրեսիվ խոսքին պատասխանելու լիքը ձևեր կան։ Պատմեմ։ Հանում ես, գնդակահարում ես։ Լավն է։ Արտահայտվեք։ Ասենք մեկը ագրեսիվ բան է խոսում, մյուսին ասում է դավաճանների ալիքն է, չէ, դավաճանների լրատվականն է։ Գյուղացին, ծմերուկ ծախող, ով այդպիսի ռեպլիկ է անում։ Դրա պատասխանը ինչ կարող է լինել։ Կարելի է լինել հետևյալը՝ շանտեղ չտնել։ Կարելի է մոտենալ ասել, ինչի նկատի ունես ընկեր։ Հա։ Կարելի է զենքը հանել կամ ասենք ինչ կա, տանակ կա, ծմերուկ է, հանել կողել փորը։ 3 տարբերակ առաջարկեցի ես ձեզ։ Կարելի է ասել գնա ես քու լավը։ Ընտրություն կատարեք դրանցից, էլի, ժողովուրդ ջան։ Եթե համարում եք, որ այդ տեսակ ռեպլիկների հիման վրա պիտի իրար քրֆեն, իրար ծեծեն, կարող են մորթեն, ասեք շատ նորմալ է դա, բան չասի, ձեզ հետ կպատահի այդպես վարվեք, ինչ ասեմ։ Ես համարում եմ ագրեսիվ ռեակցիաներ եւ այն կողմից դրանից բխած բոլոր ախմախ հետևանքներով։ Լավ է, իրար չեն ծեծել, իրար չէին, երկուսն էլ ագրեսիվ էին, համաձայն եմ, այդ մտքին համաձայն եմ։ Օրանշե նա Քոչարյան, պարզապես Արամ Ավետիսյանի վիդեոներից դատելով ագրեսիան, վիրավորական տոնայնությունը, քֆուրները խոսքի մեջ, որ մեկին քննադատում է, իր կամքն է, ժողովուրդ, պետք է պատասխանատու լինի մարդը այն ամենի համար, ինչ ինքը խոսում է, էս է ասածս։ Իսկ ես ծմերուկ ծախող տղուն առաջին անգամ եմ հանդիպում, չգիտեմ, ինչ է, հետո բլոգեր կդառնա, չի դառնա, դրա համար ասացի, որ պարբերաբար նկատել եմ ագրեսիվ խոսույթ երիտասարդի կողմից, ինքը գուցե դա նորմալ է համարում, ինչ ասեմ, հա, ես էլ ագրեսիվ եմ համարում, ինչ եք նեղվում, համաձայն չեք, ասեք չէ, շատ բարեհամբույր երիտասարդ է, նորից բացեք նայեք այն վիդեոները, օրինակ, եթե հեղափոխության է լինում առաջնորդ
եթե չի հռչակում արժեքներ, դեմոկրատիա, մարդու իրավունք եւ այլն։ Այդ դեպքում մի քանի ամսվա մեջ երկիրը կարա մաքրի, բայց մեր մոտ այդ դեպքը չի։ Հասկացանք, հա, խոստացել է ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, լիքը լավ բաներ է խոստացել եւ չի արել։ Ինչ ասեմ, հա։ Դա նշանակում է, որ հարկավոր է փողոցներում իրար փրտել, հա, արդյոք բաժանորդագրվեցի, որ վրաս խոսակցություն չկա։ Շնորհակալություն Սաբինա, հարգելի Սաբինա, շնորհակալություն, այս որ երկիրն է, Բելգիան է, հա, թե որն է։ Ինտրոշը լավ չի երևում, ստեղ չեմ ճոգում, էլի։ Անցնենք առաջ, հույս ունենք, որ այդպիսի վեճեր ագրեսիվ, հա, իրար հասցեի քֆուր-քյաֆար, այլևս մենք չենք տեսնելու։ Զինվորի սպանության հետ կապված, հա, Նարեկ Թումանյան, ճիշտ եմ հիշում անուն ազգանուն, անցած հաղորդման ժամանակ խոսեցինք, ահագին այս մասին խոսվել է անցած օրերին, անցած տարիներին, անցած տասնամյակների ընթացքում եւ այսօր հայտարարությամբ են հանդես եկել 20 հասարակական կազմակերպություններ, հերթական անգամ նշել են թվել են այս դեպքերի քանակը, այս տեսակ ողբերգությունները 26 թվականի փաստորեն այս համարյա 7 ամիսների ընթացքում ոչ մարտական պայմաններում 8 մահվան դեպք, հա, ինչը բան է էլի, սարսափելի մեծ թիվ է, քննչական կոմիտեի հաղորդագրություններով նախաձեռնվել են քրեական վարույթներ, սպանության եւ ինքնասպանության հասցնելու հոդվածներ, ժամկետային զինծառայողներ եւ այլն, այս դեպքերի ուսումնասիրությունը հայտարարությունից եմ կարդում, փաստում են, որ զինված ուժերում բռնությունը, զինծառայողների նվաստացումը կրում է շարունակական բնույթ եւ դրսեւորվում է ինչպես ֆիզիկական բռնությամբ, այնպես էլ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի տարբեր դրսեւորումներով եւ այլն։ Ուրեմն ըստ պաշտոնական տվյալների 20-ից 25 թվականներին զինված ուժերում արձանագրվել է ինքնասպանության հասցնելու 40 դեպք։ Այս խնդիրը միշտ եղել է Հայաստանի զինված ուժերում։ Ինչ որ չափով նվազել է այս ծավալը, բայց տեսնում եք, որ մնում է ահարկու։ 6 տարում 40 դեպք, այս տարվա ընթացքում արդեն 8 մահվան դեպք, սպանություն կամ ինքնասպանություն։ Եվ այլն, այս հայտարարությունը կարելի է գտնել, կարդալ եւ ինչ են պահանջում։ Հայտարարությունը, ասացի, ստորագրել են Հայաստանի շատ հայտնի եւ նորահայտ հասարակական կազմակերպություններ, պահանջում են իշխանություններից իրականացնել բռնության եւ մահվան հանգեցրած դեպքերով արդյունավետ քննության, պատշաճ իրավական գնահատականներ տալ հրամանատարական կազմի գործողություններին եւ անկործությանը, ապահովել մահացած զինծառայողների ընտանիքների իրավական, հոգեբանական, սոցիալական անվճար աջակցություն, ներդնել մահվան դեպքին հաջորդող համալիր արձագանքման հստակ ընթացակարգեր տվյալ զորամասում, որոնք ներառում են համածառայակիցների անհապաղ հոգեբանական սկրինինգ եւ աջակցություն։ Սկրինինգ, այսինքն մոնիտորինգ, վիճակի զննություն, քննություն, արձանագրում։ Երրորդը, հնարավորություն ընձեռել զինծառայողներին դիմելու զինվորական հիերարխիայից դուրս գտնվող քաղաքացիական հոգեկան առողջության մասնագետների կամ շուրջօրյա անվճար թեժ գծերի երաշխավորելով դիմելու փաստի լիակատար գաղտնիությունը։ Չորրորդը, զինված ուժերում իրականացնել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավական եւ արդյունավետ բարեփոխումներ, ապահովելով մարդու իրավունքների վերաբերյալ կանոնավոր եւ պարտադիր վերապատրաստումներ զինծառայողների հրամանատարների համար, հատուկ շեշտադրելով խոշտանգման եւ դաժան անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքը, բռնության կանխարգելումը, խոցելի իրավիճակում հայտնված զինծառայողների պաշտպանությունը։ Հինգերորդը, ապահովել, ամրապնդել բարձր ռիսկային իրավիճակների վաղ բացահայտման, մշտադիտարկման մեխանիզմներ եւ այլն։ 6-րդը, հնարավոր կարճ ժամկետներում իրականացնել բազմամասնագիտական ուսումնասիրություն, համակողմանի գնահատելու բռնության եւ ինքնասպանությունների առաջացման պատճառները, նպաստող գործոնները, ներառյալ նախորդ բռնության դեպքերի, հրամանատարների արձագանքների, հոգեբանական ռիսկերի եւ այլ ազդող հանգամանքների ուսումնասիրությունը եւ այն հրապարակել։ 7-րդ, հզորացնել զինվորական հոգեբանների եւ այլ աջակցող ծառայությունների դերն ու կարողությունները բռնության նվաստացման, բուլինգի եւ ինքնասպանության ռիսկերի բացահայտման, փաստաթղթավորման եւ համապատասխան արձագանքման նպատակով։ Եվ 8-րդը, զինված ուժերում երաշխավորել արդյունավետ հրամանատարական վերահսկողություն եւ հաշվետվողականություն,
այդ նպատակով սահմանել հստակ պահանջներ կրկնվող բռնության, նվաստացման, բռնարար վարքագծի եւ այլ դրսևորումների վերաբերյալ եւ այլն եւ այլն։ Մի խոսքով այս բոլոր պահանջները ներկայացված են Հայաստանի իշխանություններին, չգիտեմ որքանով իշխանությունները պաշտպանության նախարարությունը ուշադրություն կդարձնի եւ սրանք նոր չեն այս պահանջները անցած տասնամյակների ընթացքում տարբեր հասարակական գործիչներ եւ կազմակերպություններ նման կոչերով, ուղերձներով, հետազոտություններով, բարեփոխումների, ռեֆորմների առաջարկություններով բանով նշվել է, չաստերում էլի կողական են կնում։ Իհարկե կնում են, բայց թե քանակը ինչքան է ծավալը չեմ կարող ասել, հարցերն եմ էլի նայում ստեղ։ Մի քանի հրամանատար, որ հեռացվի ամեն ինչ կարգավորվելու է, ցավոք այդպես չէ եւ այդպես հեշտ չէ էլի։ Պետական իշխանությունը պարտականություն ունի այս խնդիրը լուծել, չի կարողանում լուծել, փաստը դա է։ Չգիտեմ այս խնդրի հախից երբ է գալու իշխանությունը վերջապես էլի։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հուլիսի 24-ին այսօր, Սանկտ Պետերբուրգ, Լենինգրադի մարզ եւ Սանկտ Պետերբուրգ լոգիստիկ օբյեկտներ, Վայլդբերիզ եւ այլն, այսինքն այդ հարձակումը փաստորեն Սիմֆերոպոլ եւ էլի մի քանի քաղաքներ փաստորեն ու շարունակվելու է այս ամբողջը ամեն առավոտ մենք նորանոր լուրեր ենք ստանալու թե ինչպես Ուկրաինան ոչնչացնում է ռուսական զարմանազան ենթակառուցվածքները եւ Ուկրաինան դա կոչվում է հերահար պատժամիջոցներ այսինքն սանկցիաներ է կիրառում պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ որովհետեւ դու մի ասա Ռուսաստանը պատերազմ է սկսել ով է մեղավոր պատերազմ սկսողը ինչպես ուզում եք վերլուծեք նայեք էլի ավելի մանրամասն չարժե սրան անդրադառնալ անընդհատ մենք այդ մասին ուրեմն լուրեր ենք ստանալու Վրաստանում ինչ որ տարօրինակ բան է տեղի ունեցել էներգամատակարարման վթարային անջատում ահռելի քանակությամբ տարած Աբխազիա եւ իհարկե Վրաստան մի ամբողջ աշխարհով մեկ ալմաղալ էր թե ինչ է եղել ինչի պիտի այսպես լիներ էլի մի հետաքրքիր լուր աչքիս ընկավ, սա էլ ասեմ, ժողովուրդ ջան, հետո կգանք տեղեկատվության ազատության մասին օրենքի մեկնաբանություններին, հնաբանատարը իր հերթին, բայց այն, որ երեխան արդեն գնում է բանակ տրամադրված ընտանիքներից գողական բարքերով դա էլ կա։ Ես անցած հաղորդման ահագին անդրադարձել եմ հարգելի հայրենակիցներ, հավես ունեք կարող եք նայել եւ 3 հարցազրույց եմ տվել առաջին AM-ին, այդ հարցազրույցը Ժիրայր Ոսկանյանի հետ բանում կա էլի ինչ է անունը առաջին AM-ի հարթակում YouTube-յան հարթակում եթե կարողացա գտնել այդ հաղորդումը այստեղ կտնեմ մեկնաբանությունների մեջ դժվար չէ էլի բացել նայել բանակի խնդիրների հետ կապված լավ հանգամանորեն իմ տեսակետը լավ հանգամանորեն բացատրել եմ այնտեղ եւ քանի որ առաջին AM-ի մասին խոսեցինք հետաքրքիր լուր կար կառավարությունից որ գործադիրը անհատույց օգտագործման նպատակով, իրավունքով տարածք է տրամադրել սկիզբ մեդիա կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Արման Բաբաջանյանին պատկանող առաջին AM-ին մեր գործընկերն է այդ ալիքը, բայց այդտեղ առանձնահատկություններ կան, ես ուզում եմ այդ մասին խոսել անպայման։ Ուրեմն 3 տարի ժամկետով Երևանի կենտրոնում Վարդանանց Փակուղի 8 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքի 8-րդ հարկի 250 քառակուսի մետր մակերեսով տարածք, ինչը նշանակում է, որ ընկերությունից վարձավճար չի կանձվելու, շեշտում եմ ընկերությունը մասնավոր ընկերություն է, պետական ընկերություն չէ, եւ 2 տարիների ընթացքում ընկերությունը պիտի այնտեղ ներդնի 10 միլիոն դրամ։ Այս միջոցները ծախսվելու են ընթացիկ վերանորոգման, ներքին հարդարման, էլեկտրականության, ջեռուցման կապի համակարգերի բարելավմանը եւ այլն։ Ակնկալվում է, որ ապահովելու է ընկերությունը առնվազն 14000 տեսանյութ, ռեպորտաժ, հաղորդման պատրաստում, տարածում, լրատվական բովանդակության հասանելիություն, տարեկան 54 միլիոն դիտում, ընթերցման ծավալով։ Ֆինանսների նախարարությանը առաջարկվել է հստակեցնել լրատվական գործունեության տեսակը, ինչին ի պատասխան նշվել է, որ ընկերությունն իրականացնում է էլեկտրոնային եղանակով լրատվական գործունեություն։ Հիմա Ինչն է ստեղ լավ, ինչն է վատ, ըստ իս։ Քանի որ ճշմարտությունը ավելի թանկ է, շատ հնուց էլի։
Նախ եւ առաջ լավ է, որ լրատվամիջոցներից մեկը ունենում է երաշխավորված ինչ-որ մի տարածք Երևանի կենտրոնում իր գործունեության համար, որի համար վարձավճար չի վճարելու, բայց 3 տարվա ընթացքում պիտի ներդրում անի 27,000 դոլարի չափ գումար, 10 միլիոն դրամ։ Կարելի է բաժանել, ասել, որ դա ամսական գալիս է այսքան եւ այլն, եւ դա նույնն է, որ վարձակալում է։ Վատը որն է այստեղ։ Հայաստանում կան բազմաթիվ լրատվամիջոցներ եւ այստեղ հարցեր են առաջանում, թե այդ ինչու մեկ լրատվամիջոցը կապ չունի, որ լրատվամիջոցը պիտի ունենա պետական աջակցություն։ Արդար է դա, իհարկե արդար չէ։ Այստեղ խտրականություն է, շատ կոնկրետ էլի։ Հա, շեշտում եմ, իմ գործընկերներն են եւ պարբերաբար գործընկերային հարաբերություններ ենք ունեցել եւ ունենում ենք։ Բանը շահերի պահման հանգամանքը։ Ստեղ որպես պարտավորություն նշվում է 14,000 տեսանյութ կամ ինչ-որ մեդիա արտադրանք։ Կարելի է պատկերացնել, որ նման աջակցությունից օգտվող լրատվամիջոցը ասպարեզ ակումբ ասենք, թե պետությունից ստանում է տարածք, կամ համայնքապետարանից ենթադրենք, հա, ստանում է տարածք որպես աջակցություն, սկսում է գործունեություն ծավալել այնտեղ եւ պարտավորվում է լրատվություն ապահովել որպես պայման, էլի։ Պետությունն էլ բովանդակային սահմանափակում չի տնում, չի ասում այս թեմաներով կխոսես, այս թեմաներով չխոսես, երեկվա հաղորդման մեջ մեզ քննադատեցին, բան, ենթադրենք չի ասում։ Խմբագրակազմը ըստ իս միշտ կաշկանդվածություն է ունենալու, մտածելու է, որ այ մարդ, եթե հանկարծ մեր հյուրը միամիտ հրավիրել ենք, հանկարծ քննադատեց պետական իշխանությանը, կարող է դուրերը չգա, հաջորդ անգամ այս պայմանագիրը չերկարացնեն, կամ զանգեն ասեն, որ այնտեղ շատ կարևոր մեկ ուրիշ պետական հիմնարկ ենք տեղավորելու, մասնավոր հիմնարկին դա հատկացնել չենք կարող, 3 տարին լրացավ, 3 գնացեք։ Մամուլի տան մեջ իսկապես ահագին հարմար կամ էժան կամ անվճար պայմաններով լրատվամիջոցներ կային եւ կարծեմ կան տեղակայված, երկար տարիներ, տասնամյակներ օգտվում էին պետական այդ աջակցությունից, հետո պետությունը սկսեց այդ շենքը ազատել լրատվամիջոցներից, յանի հերիք է, էլի բավական է, այդքան օգնել ենք եւ այլն։ Ընդհանրապես պետական աջակցությունը առաջին հայացքից լավ բան է, բայց պետական աջակցությունը պիտի լինի համահավասար։ Օրինակի համար ինչ կարող է լինել պետական աջակցությունը լրատվամիջոցներին։ Օրինակ կարող է լինել հարկերի վերադարձ։ Այսինքն լրատվամիջոցներն աշխատում են, հարկեր են վճարում, տարին բրծնում են, մյուս տարվա սկզբին պետությունը արդեն գիտե այդ լրատվամիջոցը վճարել է 25 միլիոն դրամ զանազան հարկեր։ Հա, որպես աջակցություն օրենքի մեջ, օրենքով սահմանում է, որ բոլոր լրատվամիջոցներին իրենց մուծած հարկ ու տուրքի չափ վերադարձնում է։ Սա կլինի արդար աջակցություն լրատվամիջոցներին։ Տնել լրատվամիջոցներից մեկին, մյուսին, 4-ին, այսպես աջակցել, սա արդար աջակցություն չէ։ Շատ կարևոր աջակցություն կլինի լրատվամիջոցներին, թող զարմանալի չթվա, ապօրինի սև փողերով աշխատող լրատվամիջոցներին տաշտից օրինական ճանապարհով հեռացնելը, որովհետև լրատվամիջոցներ կան, որոնք սև փողերով են աշխատում եւ շուկայից էլ փող են տանում։ Գովազդային շուկայից, սպառողներից փող են տանում։ Այսինքն տանում են այդ փողը բարեխիղճ լրատվամիջոցներից։ Նման մաքրում անելը շատ ավելի մեծ աջակցություն է մնացած բարեխիղճ լրատվամիջոցներին, քան թե մնացածից 1-2-ին այսպիսի աջակցություն տրամադրելը։ Ինչ օգուտ են տալիս ներկայիս լրատվամիջոցները պետությանը, որ մի հատ էլ պետությունը աջակցի։ Հենց դա եմ բացատրում, որ լրատվամիջոցները իրենց անելիքներ ունեն, պետությունը պիտի ընդամենը բարեխիղճ հարկային, վարկային, դո չգիտեմ, դաշտ ապահովի, իրավական դաշտ ապահովի, լրատվամիջոցները աշխատեն որպես շահույթ հետապնդող հիմնարկներ։ Կան լրատվամիջոցներ, որոնք շահույթ հետապնդողներ չեն։ Հասարակական կազմակերպությունների լրատվամիջոցները ասպարեզի ինչի անունը ասպարեզը կայքը շահույթ հետապնդող չէ։ Հա, սա հասարակական գործունեություն է եւ այլն եւ այլն։ Շահույթ հետապնդողները թող զբաղվեն շահույթի հետապնդման։ Պետությունը երբ աջակցում է, որպեսզի անկախ մամուլը աճի, բազմակարծությունը աճի եւ այլն եւ այլն։ Այդ դեպքերում աջակցելու ձևեր կան, որոնք խտրական չեն եւ չեն ազդում լրատվամիջոցների ազատության, անկախության եւ իրավահավասարության վրա, էս է ասածս։ Այս դեպքերը դժբախտաբար ազդում են համաչափ հավասար վերաբերմունքի վրա, ինչը անընդունելի է, եւ ինչքան շուտ պետությունը թարգտա այս տեսակ հատային կետային աջակցություններին, այնքան լավ։
ասենք վերցնի կոնկրետ փող տա ինչ որ կոնկրետ լրատվամիջոցի։ Սա սխալ մոտեցում է։ Քաղաքակիրթ աշխարհում սա համարվում է սխալ մոտեցում։ Սա համարվում է ճնշում լրատվամիջոցների վրա։ Առաջին հայացքից այդտեղ ճնշում չկա, չէ՞, կոնկրետ մեկ լրատվամիջոցի օգնում ես։ Այդ մեկին դու բերում ես մրցակցային առավել դիրքի մնացածի նկատմամբ։ Էլ չեմ ասում, որ այնտեղ սև փողերով աշխատող ահռելի քանակությամբ լրատվական դաշտին վնաս տվող լրատվամիջոցներ կան։ Եվ այլն։ Կարծում եմ միտքս հասկանալի է, բարեկամներ։ Եվ տեղեկատվության ազատության մասին օրենքի անցած անգամ մի քիչ խոսեցինք։ Հա, շնորհակալություն ժողովուրդ ջան, բարեմաղթանքների, երբեմն գրածներից արձագանքեք, իզուր վրաները թոսակցի բերեք հարգանքներով ձեր գյուղացի տիտոր։ Բանը, բայց որտեղ կա ինչ որ բան գրած, որը չեմ տեսել, մի րոպե նայեմ, գուցե նկատել են մերոնք, եթե նկատել են, ինձ կգրեն, էլի, գուցե ես վրիպել եմ, չեմ նկատել, ներող կլինեք, էլի, հա։ Հա, գյուղացի ձեր տիտոր, հա դե բան չկա, պապս էլ է գյուղացի, էլի։ Մի րոպե նայեմ, հələ հասկանամ։ Լավ, մինչ այդ տեղեկատվության ազատության մասին օրենք անցած անգամ խոսեցի, ինչ որ տարակարծություններ կան, մարդիկ հարցնում են, ինչից բացվեց այդ խոսակցությունը, որ Ֆակտոր TV-ին դիմել էր Երևանի քաղաքապետարան եւ խնդրել էր Ծառուկյանի առյուծի հերձման ակտը, արձանագրությունը նրանք էլ չէին տրամադրել, ինչը տեղեկատվության ազատության մասին օրենքի խախտում է Երևանի քաղաքապետարանը, այդ ակտը չտրամադրելով խախտել է տեղեկատվության ազատության մասին օրենքը, որը վարչական իրավախախտում է, Ֆակտորը չգիտեմ կդիմի դատարան, չի դիմի դատարան, վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջ առաջ կքաշի թե չի քաշի, չգիտեմ, բայց որ դա խախտում է, անցած հաղորդման մեջ ես բացատրեցի։ Համայնքապետարանը եթե ունի տեղեկություն, դա փաստերի ծավալ է, դա փաստաթուղթ է, ակտ, հերձման արձանագրություն։ Եվ այդ փաստաթղթի մեջ չկան օրենքով սահմանված գաղտնիքներ, ուրեմն դա հանրայնորեն բաց փաստաթուղթ է ապրիորի, որպես կանոն։ Եվ դա հարցնողին պիտի տրամադրի։ Եթե 2-3 հոգի է հարցնում, քաղաքապետարանը պիտի կռահի, որ դա հանրային նշանակություն ունի կարևոր, քանի հոգի հարցնում է։ Պիտի վերցնի տնի իր կայքում։ Տնի ասի, էս է, ժողովուրդ ջան, վերցրեք նայեք, էլ հարցումներ մի ղրգեք ստեղ։ Տրամաբանված է, չէ՞ սա։ Փաստը կա, ավարտական ակտ կա այդտեղ, էլի, հա, այսինքն փաստաթուղթ կա, ուրեմն դա փաստաթուղթ է։ Տեղեկատվության ազատության մասին օրենքը փաստերի ծավալ է։ Այդ փաստերը կարող են պահպանվել թղթի, էլեկտրոնային, ուրեմն փաստաթղթի, քարտեզի, գծագրի, լուսանկարի, տո ձեռագրի տեսքով, նույնիսկ, հա, ձայնագրության տեսքով եւ այլն։ Փաստերը երբեք կարծիքները չեն, գնահատականները չեն, դատողությունները չեն, դրանք ուրիշ բաներ են։ Տեղեկատվության ազատության մասին օրենքը կարգավորում է տեղեկությունները, փաստական ծավալների, տվյալների ծավալը, ոչ թե գնահատականների։ Շատ հաճախ լրագրողները փորձառու, անփորձ, դո չգիտեմ, մարդիկ, հասարակական գործիչներ, պետական, տեղական պաշտոնյաներից, падգամավորներից, դո ես իմ ավականու անդամից, քաղաքապետից, նախարարից, մարզպետից, դպրոցի տնօրենից հարցնում է կարծիք եւ իրեն թվում է թե ինքը տեղեկություն է հարցնում։ Դրանք տարբեր բաներ են, հարգելի հայրենակիցներ։ Ինչու որոշվեց այս շենք այստեղ կառուցել եւ ոչ թե այնտեղ կառուցել։ Սա տեղեկության հարցում չէ, սա կարծիքի հարցում է։ Ես դիմում եմ նրանց, ովքեր հաճախ ուզում են կամ դիմում են տարբեր հարցերով իշխանության տարբեր ներկայացուցիչների։ Ուրեմն ինչու այդպես որոշվեց, ինչ կարծիքի հիման վրա դա որոշվեց, ժողովուրդ ջան, սրանք կարծիքների հարցումներ են, սա չի կարգավորվում տեղեկատվության ազատության մասին օրենքով։ Փաստի հարցումը, ավականու նիստի արձանագրությունը, հանձնաժողովի արձանագրությունը, օրակարգը, ուրեմն Սևան ազգային պարկի եւ քաղաքացիների միջև Սևանի ափի վարձակալման տարածքների պայմանագրերի պատճենները, դրանք տեղեկություններ են։ Վարձակալների ցուցակը, վարձակալած տարածքների մակերեսները, վարձավճարի չափերը, վարձակալման ժամկետները, դրանք տվյալներ են, փաստերի ծավալ են, տեղական տուրք վճարողների ցանկը, տեղական տուրքի չափը, տեղական տուրք վճարող սուբյեկտի ռեստորան է, դո չգիտեմ, խանութ է, բան, զբաղեցրած մակերեսը, դրանք տվյալներ են։ Ինչու եք սահմանել տեղական տուրք, կամ ինչու է այս մարդը վճարում տեղական տուրք, դրանք կարծիք են, ժողովուրդ ջան,
տեղեկատվության ազատության մասին օրենքով չեն կարգավորվում։ Սահմանադրությամբ կարգավորվում են։ Մարդիկ ունեն կարծիք ունենալու իրավունք, տեղեկություններ որոնելու, то չգիտեմ, տարածելու բանի իրավունք եւ այլն եւ այլն։ Կարող եք հարցնել, բայց հետո պնդել ասել ես հարցրեցի վարչապետին կամ չգիտեմ նախարարին, թե ինչու եք գնել այս օթանավը եւ չեք գնել այնինչ օթանավը, եւ ինձ տեղեկություն չտրամադրես, տեղեկություն չեք հարցրել դուք ժողովուրդ ջան, դուք հարցրել եք կարծիք։ Կուզենք պատասխանենք, կուզենք ասեն չեմ մեկնաբանում դա, բայց եթե տեղեկություն եք հարցրել դպրոցի կառավարման խորհրդի կամ խորհրդի կառավարմանը սխալ է, չկա այդ կառավարում բառը ժողովրդի մեջ է տարածված, ես էլ մեխանիկորեն կրկնում եմ։ Դպրոցի խորհրդի, ՊՕԱԿ-ի խորհրդի, ուրեմն այսինչ օրվա նիստի արձանագրությունն եմ ուզում ես։ Տեղեկություն եք ուզում, պիտի տրամադրվի, եթե մեջը գաղտնիք չկա, եթե մեջը կան անձնական գաղտնիքներ, այդ հատվածը պիտի փակվի, օրենքն է ասում, եւ դա չտրամադրվի հարցնողին, այն մնացածը պիտի տրամադրվի։ 40 էջանոց փաստաթուղթ եք հարցրել, որի մեջ մի էջը ծառայողական գաղտնիք ունի, ասենք թե մյուս էջերից կարդալուց չի հասկացվում, ենթադրենք այդ մեկ էջի բովանդակությունը։ Տեղեկություն տնօրինողը պարտավոր է տրամադրել մնացած 39 էջերը, ասելով, որ այն մի էջը չենք տրամադրում, որտեղ դրա մեջ ամբողջությամբ եղել են գաղտնիքներ։ Ոչ թե պիտի մերժի տեղեկության տրամադրումը, ասելով, որ դա ծառայողական գաղտնիք է, ոչ, ամբողջը ծառայողական գաղտնիք չէ։ Հա, այնպես որ սա պիտի նկատի ունենալ, սա բոլորին կարող է վերաբերվել։ Տեղեկություններ հարցնել կարող են բոլորը, ֆիզիկական անձինք, իրավաբանական անձինք, ավելին։ Հանցագործություն է, երբ մարդը իր մասին տեղեկություն է հարցնում եւ իրեն մերժում են։ Մերժողը կատարում է քրեական հանցագործություն դրանով։ Տեղեկանք բնակության վայրի մասին լսել եք, չէ՞ այդ բանը։ Դա տեղեկություն եք հարցնում դրանով։ Եվ լիքը բազմիցս պատահել են դեպքեր, որ ասել են հլա աղբի վճարը մուծի, որ այդ տեղեկությունը քեզ տեղեկանքը տանք, տեղեկանքը տեղեկություն է։ Հա, դա ապօրինություն է։ Աղբի վարձը չվճարելը վատ է իհարկե, պետք է վճարել, բայց մարդուն սահմանադրական իրավունքի մերժելը այդ հիմքով ապօրինություն է։ Այսինքն մարդու սահմանադրական իրավունքը չի կարող կաշկանդվել բանկին, то համայնքային բյուջեին ունեցած պարտքով։ Հասկանալի է, ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին ասել, հələ բեր մի հատ այն վարձավճար, հողի հարգը չես վճարել, տնաշեն եկել ես բնակության վայրի մասին տեղեկանք ես ուզում, լավ եմ անում, ուզում եմ բնակության վայրի տեղեկանքը տուր, գնա տատի տուր ինձ, որ ես հողի հարգը վճարեմ, օրինակ եմ ասում, էլի սա շատ ենք բացատրել, ահագին մարդու բացատրել ենք, դու մի ասա որոշ պաշտոնյաների տեղ չի հասնում, կպնում է, ընկնում է վար, հենց ընկնում է, ոդը ջարդում է, գնում 3 ամիս պարկում է, հետո ելնում է, մոռանում է, ինչ էին իրենից հարցնել եւ այլն եւ այլն։ Հիմա այս իմաստով հարգելի հայրենակիցներ, երբ հարցում կուզենաք գրել, հարցման մեջ իմացեք, որ տեղեկություն պիտի հարցնեք, ոչ թե կարծիք։ Իրավունք ունեք կարծիք հարցնել, բայց երբ ձեզ կասեն, որ այդ կարծիքին չենք պատասխանում, մի ասեք տեղեկատվության իրավունքը խախտել եք մարդու։ Տեղեկատվությունը փաստացի պահվող տեղեկությունն է, անկախ որևէ մեկի կամքից։ Մարզպետի տնօրինման ենթակա կան լիքը տեղեկություններ, որ մարզպետը փոխվի գնաք, այդ տեղեկությունը դրանից չի փոխվում։ Դպրոցների ցանկը չի փոխվում մարզպետի ով լինելուց։ Որոնք են լավագույն դպրոցները մարզում, սա տեղեկություն չէ, տեղեկության հարցում չէ։ Սա կարծիքի հարցում է, որը չի կարգավորվում տեղեկատվության ազատության մասին օրենքով։ Հասկացանք, այս թեման շատ ընդարձակ է, մենք մեզ շատ սեմինարներ ենք անում, ուսուցումներ, եթե առանձնահատուկ հետաքրքրություն կլինի, ով հետաքրքրված է, կարող է դիմել այդպիսի ուսուցումներ կարող ենք կազմակերպել, բացատրել, էլի, հա։